Այն մասին, որ անընդհատ հայտարարում են այս իշխանությունները, որ մեր երկիրը դարձել է ժողովրդավարության բաստիոն, ընդհանրապես իրականության հետ կապ չունի։ Դրա վառապարչույցը աննախադեպ քանակի քաղբանտարկյալների թիվն է։ Երբ սկսվում է ցանկացած մի process, որի օրինակներ օրինակ impeachment-ի process-ը, սրանք միանգամից հասան նրան, որ կալանավորեցին Դավիթ Համբարձումյանին։ Երբ որ Իմնեմնիմի ոդկասթի հաղորդավարները ուղղակի մեկ ոդկասթի համար կալանավորվեցին եւ դրան զուգահեռ նաեւ կալանավորվել էր արդեն բարերար Սամվել Կարապետյանը, սրանք նույնիսկ այդ ժամանակ կանգ չառան, սրանք նույնիսկ կալանավորեցին սրբազան հայրերին, ինչ է ուղղակի անթույլատրելի է։ Այս ամբողջ իրականության մեջ մենք ունենք նաեւ մի պատկեր, որ մենք ունենք բազմաթիվ ռազմագիրիներ, ովքեր որ պահվում են Բաքվում։ Ինչի ուղղությամբ այս իշխանությունները ոչինչ չեն անում։ Այս ամենին զուգահեռ մենք ունենք նաև մի պատկեր, որտեղ որ միջազգային հանրությունը ուղղակի լռում է առ այն, որ մեր երկրում կան այսքան աննախադեպ քանակի քաղբանտարկյալներ։ Եվ բավականին չի անում մեր Բաքվում գտնվող ռազմագիրիների վերադարձի համար։ Եվ հաշվի առնելով այս ամենը, մենք որոշել ենք մի գիրք նվիրենք Եվրամիության դեսպանատանը, որը արտացոլում է միջազգային կառույցների լռությունը։ Դա Մարկ Մենսոնի թքած ունենալու նուրբ արվեստը գիրքն է։